Որի մասնակից եք։ Հայ եմ, զուտ հայ եմ, ակցիան դնենք մի կողմ, ես հայ եմ, հայաստանցի եմ, բնիկ երևանցի եմ, սիրում եմ իմ հողը, ամենայն դժվար օրերին պահերին մի ժամ չեմ լքել իմ Հայաստանի իմ հողը։ Հիմա այս սրա գալով, այս ներրի գալով էստեղ, սա իմ համար նույնն է, եթե այստեղ հիմա գար Էնվերը Թալիաթ Փաշան եւ մերոնք պաշտպանեին Էնվերին ու Թալիաթին։ Սա համախմբված ավելի վատն է, քան Էնվերն ու Թալիաթը միասին վերցրած։ Միանշանակ ես տարբերություն չեմ տեսնում։ Պատկերացրեք, ես ավելի եմ ասում, ոչինչ տարբերություն չկա։ Այսքան 21-րդ դարում, այսքան անարգեն հայ ազգը, այս ձևի նվաստացնեն բոլոր տեղերում, մարկի գրասենյակներում, որտեղ ասենք ինչ հայանպաստ օրինագից քաշեն, սրանք բոլորը բլոկ դնեն այս ձիու ղեկավարությամբ ու հիմա նայեք էլ այսինքն ուզում ասես թքել եմ հայ ժողովրդի եւ Հայաստանի երեսին ցանկացած հայ ազգի հայ իսկական հայ ինքնասիրության վրա եկել է որ ինչ անի եկել ես որ ինչ հա եթե դու մի ամբողջ ազգ ես ոնց ասեմ զոհել իմ հողերն ես տվել եւ ամեն ինչը դու դրանից հետո ինչ երեսով ես մտել Հայաստան ինչ որ բան կա էլի փոկելու որ ուզում ես տանես ամեն այցից հետո նրանց այցից հետո կամ առնահեղությունա կամ ինչ որ բանի զիջում է իսկ ինչ ակնկալիքով եք հիմա այսպես բողոքի ձայն բարձրացնում որ լսելի է լինելու ինչ որ բան է ստեղծել գիտեք ինչ ես ուղղակի իմ ցասումն եմ արտահայտում ոչ մի լսելի բան եթե լսելի լիներ ինչ որ բան նա հիմա այստեղ Հայաստանում չպիտի լիներ նրա ինքնաթիռը նա պետք է նոն գրանտա լիներ Հայաստանի համար հայ ժողովրդի համար ես էլ եմ ասում նա հավասարման նշանը երկու հայ ցեղասպան մարդկանց հետ մարդկանց չէ գոյերի հետ հավասար այդ դեպքում ինչու է իշխանությունը կառավարությունը նման ընդունելության արժանացրել Լավրովին տեսանք որ ոստիկանները նաև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բռնի ուժով հեռացրեցին որպեսզի Լավրովը չտեսնի կամ գիտեք ինչ այն վախը որ կա մեր իշխանության մոտ գիտեք ինչ մարդիկ մահանում են հայերը մահանում են ծառերը մահանում կանգնած են մահանում նույնիսկ եթե գիտես որ պիտի գնաս կործանման այս աստիճան նվաստացում պետք չի հայ ժողովրդին հայը երբեք այս աստիճան չոքած չի եղել որ սրանք փորձում են մի ամբողջ ազգ չոքացնել եւ կռացնել գնում ենք դեպի մահ ուրեմն կանգուն կգնանք գիտես ինչ երբ որ նա պետք է գաստեր մեծ սարքի մեծ գուբերնիա որ ստեղ ազատ թուրքը մտնի ինչ ուզի անի հասկանում եք ոնց որ եղել է 15 թվին եւ այլն այսինքն վիզս կռացնեն որ գան մորթեն կամ իմ հարազատին բռնաբարեն եւ այլն որ ես ինչ որ մի կտոր հացի թույլտվություն ունենամ չեմ ուզում դա չեմ ուզում թող լինի ոնց եմ ասում արժանապատիվ ամեն ինչը եւ այս մեր իշխանությունները այսքան վախեցա չեք տեսնում որ վախենում են ինչ են հասել այսքան ինչ են ուզում ինչի հասան այսքան որ չոքեցին ինչի հասան հա ընդամենը արհամարանքի ձեռառնելու ուրիշ ոչ մի բանի չեն հասել այստեղ եւ այդ ձեր կարծիքով ով է Հայաստանի դաշնակիցը եթե ոչ Ռուսաստանը ամենայն դեպս Ռուսաստանը դա որ չէ մեր դաշնակից դա Ռուսաստանը մեր համար առաջին ճշնամին է մեր դաշնակիցը առաջինը մենք ինքներս պետք է լինենք մեր պատիվը պետք է լինի մեր բանակը պետք է լինի հզոր կանգուն եւ չեմ առաջի դաշնակից համարում եմ Ֆրանսիայի ես նրան ընդունում եմ դաշնակից հասկանում եք որ ոչ մի պայմանագրեր չունենք ոչ մի դաշնակցական պարտավորություններ բայց ամեն անգամ մեր մեջքին կանգնած է Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին միանշանակ խի ով չգիտի ամենաառաջի մեծ դավաճանը դուք գիտեք ես իմ ադրբեջանցուն եմ համարում դավաճան ոչ այս հրահրումը ամբողջ արել է Ռուսաստանը գիտեք կա Ալիևին էլ հարմար չէր այսքան ամեն ինչը բայց քանի որ նա որոշակի պարտավորություններ ունի Ղարաբաղը վերցնելու դիմաց Ռուսաստանի հիմա նա անում է այդ քայլերը ամենաառաջի մեր ճշնամին ոչ թե ռուսն է Պուտինն է իր Կրեմլյան այդ ամբողջ վերնախավով Ռուս ազգին թողենք հանգիստ ապրում են այստեղ հանգիստ շատ նորմալ մենք է շատ նորմալ վերաբերվում ենք ազգը մեղավոր չի այդպիսի հրեշներ ունենալու պայմաններում